Այո, ճիշտ եք նկատել, երկրորդ մասի մասով ասում, ճիշտ եք նկատել, երբ որ հերթը հասնում է Մայր Հայաստան խմբակցության հավաքանիների հարցադրումներին, ելույթներին, չգիտես ոնց համընկնում ամեն անգամ Տիգրան Ավինյանը լքում է դահլիճը, լքում է աթոռը եւ այդ աթոռին գալիս է իր տեղակալը Արմեն Փամոկչյանը։ Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ունեն տեսեք սրանք ինչ են արել, բերեցին բարձրացրեցին շինթույլտվությունների գները, մենք դրան հակադարձեցինք, ասենք որ սխալ եք անում, տղաներ, շինթույլտվությունների գները բարձրացնելով սխալ եք անում։ Հիմա եկել է մի շրջան, որ արդեն սկսեն շինթույլտվությունների մասով կամ այդ ում համար որ բարձրացրել են շինթույլտվությունները, իրանց համար զեղչեր են անում։ Իրանց համար ինչ որ արտոնություններ են բերում։ Կարող եք մտածել, որ այս մարդիկ իրենց սրտի շինարարների կամ իրենց սրտի կազմակերպությունների համար են այս արտոնությունը բերում։ Այսինքն իրենք բարձրացրել են գները բոլորի համար եւ այդտեղից արտոնություններ են տալի ում որ ուզում են։ Այստեղ թաքնված կոռուպցիա կա, այստեղ թալան կա, այստեղ ատկատներ կա, ոնց ուզում եք հասկացեք։ Ինչի համար թանկացրեցիք, որ հետո պետքա բերեիք զեղչ անեիք իրանց համար, բերեիք արտոնություններ տայիք իրանց համար։ Տարբեր արդարացումներով այդ արտոնությունները։ Այո, թանկացրել են անհիմն, հիմա էլ իրանց նկարագրելով ինչ որ հիմնավորում են, բայց մեր պատկերացումով թանկացրել են անհիմն, հիմա էլ արտոնություն են տալիս իրենց սրտի շինարարների կամ իրենց սրտի կազմակերպություններին։